մանկության մեջ ճամփորդություն չկատարել, ես չեմ կարողանալ ձեր համար գրել, եւ ես արդեն իմ հասուն տարիքում դեռ ինձ մանուկ եմ զգում, հատկապես այն ժամանակ, երբ ես գրիչը վերցնում եմ եւ սկսում եմ երեխաների համար ստեղծագործել։ Ես լսում շատանում եմ մեր բառապաշարը, մենք նոր բառեր կարող ենք իմանալ գիրք կարդալուց, ինչ-որ նոր արտահայտություններ։ Բանը նրանում է, որ ոչ ոք չի որոշում, որ ինքը պիտի գրող դառնա, կարծում եմ իմ դեպքում այդպես չի եղել։ Կարող է հիմա դուք գիտեք, ինչ-որ մի գրողի համագրեք, ինչ-որ մի շատ լավ գրողի կարդաք մտքեր, եւ դուք տեսնեք, որ դուք կարող եք ձեր մտքերը թղթին հանձնել, հա, կարող է պատահի, որովհետև մեկը որոշի, երազանքը դարձնի, այլևս նրան բրճվանք պատճառել։ Ես այդպես հասկացա իմ աշխատանքային գործունեության ընթացքում, ես հասկացա, որ ես կարող եմ գրել երեխաների համար։ Ես հասկացա, որ երեխաները ամենամաքուր էակներն են, որոնց հետ ես կարող եմ շփվել։ Լակորեն, թե ընկել է կոտրվել, կենթանացել է գուցե, ու դեմի սարը փախել, խրխնջացել, ինձ այդպես էլ չի գտել։ Շնորհակալ եմ։ Բայց մի բան մեր գտա կամտագլուխ մի կաղանց, հազիվ հաշվեցի շապիկները հազար Դնագիրը Տարբերակներ ասա։ Պահպաններ տխուր կապիկի համար, պահպաններ զարմացած կապիկի համար, պահպաններ ուրախ կապիկի համար, պահպաններ տխուր կապիկի համար։ Առաջինը տխուր կապիկի համար։ Ովքեր օգնում են հեղինակել անձեր անապատը, ջայլակները, պատրաստվել են մեր ձեռքով, մեր խեցեգործության լաբորատորիայում եւ ուզում ենք, որ եւ խաղարող ծաղիկ, որ աճեցնեք ու մեզ հիշեք, կրծքազարդու հուսանք կօգտագործեք, ամանեղներն էլ ձեր առօրյայում կօգտագործեք, մենք ձեզ շատ սիրում ենք եւ կրկին սպասում ենք, որ մեզ հյուրին գաք։ Եկեք ծափահարեք։